Սահմանվել են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Միաժամանակ զինված ուժերի համալրման նպատակով ամառային զորակոչը կանցկացվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Դատարանը նաև թույլատրել է Գալստանյանին առանց իրավապահների ուղեկցության մեկնել Իջևան եւ մասնակցել ընտրությանը, դրա համար տրամադրելով 7 ժամ։ Arczepiskoposը կալանավորված է 2025 թվականի հունիսից։ Քննչական կոմիտեի տվյալներով Սրբազան պայքար շարժման ղեկավարներն ու մասնակիցները կասկածվում են ահաբեկչական գործողություններ եւ իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին 2 ամսում հանրային հաշվետվողականության լույսի ներքո քաղաքական քարոզչություն է իրականացնում։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն է ասուլիսում հայտարարել, անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում եւ ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խուզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին եւ կալանավորումներին։ Փաստաբանը նշել է, որ կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվում են նաեւ ձայնագրություններ, որոնք ամբողջական չեն։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն նշել է, թե իշխանությունը այսպես կոչված օպերացիաներ է իրականացնում, փորձելով ընտրակաշարք բաժանելու վերաբերյալ կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ։ Աշխատանքի նպատակով 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է մեկնել 42366 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչը 3160-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այն 45526 է եղել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ընդհանուր առմամբ 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է մեկնել Հայաստանի 112741 քաղաքացի, 2025-ի 125143-ի դիմաց։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։